Մինչ նիստի մեկնարկը նորընտիր ավականու անդամներին շնորհավորեցին գործող ավականու անդամները։ Նորընտիր ավականու անդամներին շնորհավորեց նաև քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը։ Վերջինս իր շնորհակալությունը հայտնեց նաև լիազորությունները վայր դնող ավականու անդամներին։ Բոլորս շնորհավոր ենք մեր նոր ավականու անդամներին, ցանկանանք իրանց աշխատասիրություն, որպեսզի ուժն ու եռանդը իրանց ուղղեն դեպի մեր քաղաքի զարգացման, շենացման, մեր ժողովրդի կյանքի բարելավման։ Ուզում եմ մի լավ լուրով սկսեմ, ասեմ, որ Ալավերդին ընդգրկվել է եվրոպական քաղաքների դաշինքին, Հայաստանից ընդգրկվել են 4 քաղաք, այսինքն 3 քաղաք, ու համայնք հայմի, Ալավերդի, Գորիս, Ղափան, մեկ էլ Փարաքյարը, ու ստացել ենք այս սերտիֆիկատը, ինչի համար բոլորիս շնորհավորում եմ։ Սա մեր քաղաքի համար մեծ առաջխաղացում է։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց. առաջինը ընթացիկ տարվա բյուջեում փոփոխություններ կատարելու մասին էր։ Համայնքային բյուջեից միջոցներ են հատկացվել մի շարք հոդվածներով։ Այդ թվում Սանահին կայարանի մանկապարտեզի ջեռուցման ծրագրին որպես ներդրում ավականին որոշեց հատկացնել միջոցներ։ Տնտեսումների հաշվին որոշակի գումարներ հատկացնում ենք տարբեր աշխատանքների, ասեմ, որ ստեղ մի քանի կետ կա, Սանահին կայարանի մանկապարտեզն ենք վերանորոգում, հիմնականում արվում է դոնոր կազմակերպությունների միջոցով, իմ խնդրանքով Հարավկովկասյան երկաթուղին ուրեմն ներքին հարդարման աշխատանքներն անում է ջեռուցման համակարգը։ Օրակարգի երկրորդ հարցը համայնքային սեփականություն համարվող հողամասերն աջուրդ վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին էր։ Խոսքը վերաբերվում էր 2 ավտոտնակ եւ 1 հասարակական օբյեկտ կառուցելու թույլտվությանը, իսկ վերջին հարցը համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն հատկացնելու մասին էր։ Այս հարցին եւս ավականին միաձայն կողմ քվեարկեց, որից հետո գործող ավականին վայր դրեց լիազորությունները։ Ես ուզում եմ իմ կողմից բոլորին շնորհակալություն հայտնեմ, բոլորին մաղթեմ առողջություն։ Մենք խոսել ենք նաև նրա մասին, որ ստեղծվի ավականիների միություն, Ալավերդի քաղաքի ավականիների միություն։ Մենք պարբերաբար կհրավիրենք իրանց, մեր նիստերին կմասնակցեն, իրանց փորձը կփոխանցեն նոր եկած ավականուն ու քաղաքի համար ընդհանուր քննարկումներին իհարկե կաշխատեն, որ բոլորը ներկա լինեն։ Ավականու նոր կազմը նիստ կգումարի նոյեմբերի 14-ին։ Մերի Գոլոլյան, Արման Տիտանյան, լուրեր։